Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 3 Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին և չի ստի, եթե ուշանա էլ սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և ետ չի մնա։ Ամբակում 2-3 խոսք Ողորմությունը կարող է դանդաղ թվալ, բայց այն հաստատ է։ Տերը իր անսասան իմաստությամբ ժամանակ է նշանակել իր ողորմած զորության դրսևորման համար, և Աստծո ժամանակը լավագույն ժամանակն է։ Մենք շտապում ենք, օրհնության տեսիլքը գրգռում է մեր ցանկությունը և արագացնում մեր ջանքերը, բայց Տերն է պահում իր խոստումները։ Նա երբեք իր ժամանակից առաջ չի գալիս, և նա երբեք չի ուշանում։ Աստծո խոսքը այստեղ խոսվում է որպես կենդանի անձի, որը կխոսի և կգա։ Այն երբեք մեռած տառ չէ, ինչպես մենք հակված ենք վախենալ, երբ այդքան երկար սպասում ենք դրա կատարմանը։ Կենդանի խոսքը գալիս է կենդանի Աստծուց, և չնայած այն կարող է ուշացած թվալ, իրականում այդպես չէ։ Աստծո գնացքը երբեք չի ուշանում, պարզապես համբերության հարց է, և շուտով մենք ինքներս կտեսնենք Տիրոջ հավատարմությունը։ Նրա ոչ մի խոստում չի մնա անկատար, նա չի ստի, նրա ոչ մի խոստում չի կորչի լռության մեջ, այն պիտի գա։ Ինչ մխիթարություն է բերում այս խոսքը հավատացյալ ականջին, նրա խոստումներից ոչ մեկը կարիք չունի թարմացման, ինչպես այն հաշիվը, որը չի վճարվել իր ժամկետին, նրա խոստումները չեն ուշանում։ Արի ով հոգի, միթե չես կարողանում սպասել քո Աստծուն, հանգստացիր նրա մեջ և մնա անբացատրելի խաղաղության մեջ։